Սա դասասենյակն է, որտեղ որ ձեր դասերը տեղի են ունենալու, որտեղ որ նաև զինվորներ իրենց բուժումներն են ստանում։ Կրթությունը ռազմավարական մտքի զարգացման ամենագլխավոր գործոններից մեկն է։ Հենց այս նպատակով հերոսների վերականգնողական քաղաքում մեկնարկում է եռաչափ մոդելավորման դասընթացը։ Ես ձեզ այսօր պատմելու եմ 3D մոդելավորման ու 3D տպագրության հիմունքների մասին։ Դասընթացն անվճար է մասնակցության համար, առաջնահերթությունը տրվել է Արցախյան պատերազմում զոհված, պատերազմի մասնակից, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաներին։ Դիզայնի պլանավորումից մինչև 3D մոդելավորման հիմունքներ, մոդելի պատրաստումից մինչև խաղալիքների ստեղծում և տպում։ Դասընթացի մասնակիցներին տրվելու են բավարար գիտելիքներ նոր տեխնոլոգիաների զարգացման և գործածման առումով։ Ներկա պահին ունենք 3 եռաչափ տպիչ սարքեր, մեկը ուլտրամանուշակագույն լույսով աշխատող, մյուս երկուսը FDM տիպի են, բոլոր տպիչներով երեխաները աշխատելու են ու սովորելու են բոլոր դժվարությունները, թե ինչպես դրանք հաղթահարել, ինչ խնդիրներ կարող են առաջանալ, նրանք սարքելու են իրենց սեփական խաղալիքները, տպելու են ու ցուցահանդես են կազմակերպելու վերջում երեխաների տպած խաղալիքների։ Հնարավորություն կլինի նաև ինժեներական որոշ փոքրիկ ինչ-որ դասեր կազմակերպել, որ իրանք իրենց ուզած սարքերը պատրաստեն։ Հերոսների վերականգնողական քաղաք հոգեկան առողջության կենտրոնի հիմնադիր Սուրեն Արենցը նշում է, իրականացվող թերապիաներին ու մի շարք ծրագրերին զուգահեռ փորձում են կրթական ծրագրերը ևս ուշադրության կենտրոնում պահել։ Երեխաներին կրթելը սա պատերազմի մի ձև է, որի մասնակիցը մենք նաև պիտի լինենք, եւ այսպես պատահական ստացվեց, մեր զինվորներից Սպարտակը, ով որ զբաղվում է արհեստական բանականությամբ եւ եռաչափ մոդելավորմամբ, առաջարկեց մեզ, որպեսզի նմանատիպ մի ծրագիր սկսենք, եւ Ֆրանսիայի Լիոնի պարախումբի ղեկավարները մեզ սարքավորումներ գնեցին։ Այս տարի էլ Ամկոր Արմենիա ընկերությունը 6 ամսով ֆինանսավորեց որոշակի սարքավորումների գնման եւ այսպես ասած չնչին Սպարտակի աշխատավարձի հարցը։ Նպատակը միայն եռաչափ մոդելավորումը չէ, նպատակը նաեւ երեխաների սոցիալիզացիայի խնդիրների լուծումն է։ Դասընթացը կիրականացվի 6 ամսվա ընթացքում 3 փուլով, յուրաքանչյուր փուլին կմասնակցի 50 երեխա։ Մասնակիցներից շատերն անգամ պատկերացում չունեն, թե ինչ են այստեղ ուսանելու, համակ ուշադրությամբ են լսում դասընթացավարին։ FDM տիպի եռաչափ տպիչ է, հիմա պատրաստում է մեր նախագծած խաղալիքներից մեկը։ Երբ որ հայտարարություն արեցին, ես մեծ հաճույքով եկա որ բոլորի հետ ծանոթանամ ու իմանամ թե ինչ է 3D-ն։ Իրականում չգիտեմ ինչ է սպասվում, բայց հետաքրքրությամբ եմ եկել։ Ինձ թվում է շատ բաներ կսովորենք։ Ես ուզում եմ դիզայներ դառնամ, մոդելավորումն էլ ինձ թվում է շատ պետք կգա։ Ծրագիրը դպրոցահասակների մասնագիտական կողմնորոշման հարցում ևս վճռորոշ դեր կունենա։ Այս ծրագրի շրջանակում նաև կցված է լինելու ծրագրին հոգեբան, ով ընթացքում կհետևի երեխաների վարքագծին կամ եթե կլինեն անհրաժեշտություն, արդեն իսկ երեխաների ծնողներին կտեղեկացնենք, իրենց ցանկության պարագայում կարող են նաև հոգեբանական աջակցություն ստանալ։ Դասընթացի մասնակիցները, ծնողներն ու ուսուցիչները Սուրեն Արենցի ուղեկցությամբ շրջեցին հերոսների վերականգնողական քաղաք հոգեկան առողջության կենտրոնում, ծանոթացան կենտրոնի բուն գործունեության հետ։ Այն հատվածը դա թոնրատունն է, սա հատուկ պատրաստում ենք երիտասարդների համար, դպրոցականների համար, շուտով մի ամսից ծրագրեր ենք ունենալու, գալու եք լավաշի թխության եք մասնակցելու, խոհարական աշխատանքներ եք մասնակցելու եւ նաեւ պատերազմի մասնակից հերոսների հետ հանդիպումներ եք ունենալու։ Հասմիկ Ֆարադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։